Ջերեսի ամենահայկական FM հաճախականությունը դերենիկը եւ Ռաֆայելը ձեզ հետ են բարի դույսյարի 3 շաբթի օր բոլորին դերենիկ ողջույն ոնց է մեկնարկել օրը տրամադրությունը արևոտ շատ լավ է շատ լավ Ատիրուղակի երկը ոնց էր երկում թուշոտ պաչեմ զով գիշեր չէ որ սիրածդ յարնեմ ամբողջ գիշեր չէ զոր գիշեր Թուշդ պաչեմ զոր գիշեր, չէ որ Մինչև գիշեր այսինքն Մինչև գիշեր թե ողջ գիշերն է զոր գիշեր Ողջ գիշեր զոր երևի Աբա այդպես հնարավոր է Ռաֆայել ոնց ես պատկերացնում Այս աշխարհում անհնար բան չկա Եթե փոխաբերական իմաստով ես չգիտեմ կարելի է մտածել բայց տառացիորեն ամբողջ գիշեր թուշ պաչեմ Ես նկատել եմ ընդհանրապես մեր երգերը շատ էրոտիկ են Մեր ժողովրդական աշխողական երգերի մեջ էրոտիկ մասը բաղկացուցիչ մասը իսկ իմ կարծիքով սա այդտոմա որ լրիվ որ խորանանք որ հասկանում եմ որ դա արգելված թեմա էր եւ այդ երգի մեջ այն ինչ որ հիմա ամեն քայլին է դա երգի տողերի տակում էր թաքնված բան են խալը մեջքի ցույց տու տեսնեն բան էլի այդ հասկանում ես այդ ինչ պոեզիան պիտի ունենա այդ մոմենտը պիտի ունենա անպայման հա օրինակ այդ մի հատ էլ երգ ունենք չէ սիրո ծաղիկ բեր չէ ինչ ծաղիկ սիրո կրակ բեր ասում Չէ սիրուն յա էրոտիկա է Սարի մեխակ բեր արա ինչ մեխակ Չէ ինչ Ես հիշում եմ փոքր էի Այդ մեխակը կվերցնես կտանես հա սիրո մեխակ Բայց աղջիկն է ասում ամենավար Ես փոքր երեխա էի, մենոնք որ հավաքվում էին Ռաֆայել, մի քիչ կերան պրծան, սեղանի շուրջ այդ ընկերներում սկսում էին երգել։ Այդ իմ մանկության ամենաբա երեկոները։ Ու այդ երգը որ ուլի տենց երգեր կար, ու ես լուրջ մտ փոքր երեխան վարդ ասում Որն է, էլի, մինչև ես դուրել չեմ հասկացել ճիշտ ասած։ Գնանք սարը, ցույց տու մեջքիդ խալը, էդի հասկանում ես այդ Բան էլի Դեն մարմինը տեսնեմ բան դրանք մի քիչ կոպիտ են շարքի մեջ է խնձորի ծառի տակին խնձորի Կամից արդեն մտածում ես իսկ ինչ կարելի անել խնձորի ծառի Ծառի վրա խնձոր չմնացած Մենք խնձորները սկսում են ապրել Էդ եմ ասում մի հատ խնձոր ծառի վրա ոչ նյուտոնի գլխին կընկներ Հայաստանում խնձոր ոչ Ադամը կունենար խնձոր հետո ասում են դրախտը Հայաստանում ա եղել ծառների վրա միրգ ու բանջարեղեն չեր մնա Դե մեր երգերը լավ որտեղից է սա գալիս Ես ասում եմ պոեզիան էրոտիկ ապտի ունենա անպայման Ռաֆայել Օրինակ Չարենցը Մենք էրոտիկ բաներ ունի, որ բայց ոնց ասեմ, դա նշանակում որ անկեղծ է եղել ստեղծագործող, էլի, Իսկ միգուցե իրական զգացողությունն Սիրո առումով չի ստացվել, էլի, մարդկանց մոտ, եւ դա արտահայտվել է պոեզիայում։ Ինչ են ասում, ասա մարդը երգում է ցավի մասին սովորաբար, ինչ է պակասա, դրա մասը երգելն է։ Ռաֆայել, բայց այստեղ ուղում եմ ուզում անել։ Ոչ թե չի ստացվել, այլ այնքան չի ստացվել, ինչքան ինքը ուզում է։ Ներքո անգամ կարող երկու խնձորան գնի բայց որ սուլթանական հարեմներ են պետք ասում սուլթանական Հա դե տղամարդու չես ճանաչում տենց է տղամարդը հա չի բավարարվի հա Չի ասի երիկա ինչքան խնձոր թափել Ընկերներ, այսօր այսպես սկսվեց մեր առավոտը Լոս Անջելեսում մեր մոտ երեկո է Օրը շատ հագեցած էր ու գեոմագնիսական դաշտը անկայուն է Այսօր ասեցին օդերևութաբանները Հենց որ համապատասխան հետևություններ արեք, հարգելի բարեկամներ Բայց լրահոսի մեջ մի արկայծուն կար Մի քանի բան կա այսօր մի քանի բան կա եւ արկայծուն եւ պլպլացող Եվ բանանով, գիտեք, այդ հրավերը, իրականությունը ցույց տա։ Չէ, այս Լավրովը որ խառնվել է Վարդանիկի գործով, Ռաֆայել։ Հա, այդ ուրիշ թեմա։ Հա, խնդրեմ, ովքեր չգիտեն, ասենք, որ Գյումրիի քաղաքապետը, որ հիմա կալանավորված է,
որ ասում հարցը հասավ դիվան բաշուն, լրիվ էս դրամաբանության մեջ Լավրովը մեկնաբանել է, խնդրեմ դերենիկ, ձեզ եմ տալի։ Ռուս Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքին։ Գերտերության դες ես չեմ ասում, ես հոդվածագիրն ասում, գերտերության արտգործնախարարը, որ թվում է թե անգամ չպետք է ճանաչի մեկ այլ երկրի համայնքապետերին, ոչ միայն ճանաչում է Վարդան Ղուկասյանին, այլ նաև նրան համարում է քաղբանտարկյալ։ Մեջբերում եմ պարոն Լավրովին։ Մարդուն ձերբակալելը քաղաքական հայացքներ արտահայտելու համար, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ, այլ ավելի շուտ ուղղված են նրա արտաքին հարաբերությունների մաքսիմալացմանը։ Եթե հիշում եք, այստեղ բան տամ, ընդմիջում տամ, ինքը ասում էր, որ մենք դիմյանանք Ռուսաստանին, որ Ռուսաստանից պիտի մեզ օգնեն եւ արել հենց որ քաղաքապետ դարձավ։ Սա սրա պատասխանն է։ Բելարուսի սցենարով, այո, ասում եմ մի քանի անգամ։ Եվ շարունակում է պարոն Լավրովը, սեփական զարգացման շահերից ելնելով լուրջ մտահոգություն է առաջացրել։ Լավրովը նաև նկատել է, թե հույս ունի, որ Հայաստանի քաղաքական գործիչները, որոնք հանդես են գալի Ռուսաստանի հետ համագործակցության զարգացման խորացման օգտին, չեն ենթարկվի հետապնդումների։ Սա գիտեք ինչա, այս իրանց բաներն են, էլի, ընտրություններից առաջ, այս իրենց լծակներն են, որ ուզում են վերադարձնեն, որ աշխատեն, որտեվ հիմա իրենք ուզում են խաղաղ միջոցով Հայաստանի հարցը լուծել, էլի, այսինքն ընտրություններում հաղթեն եւ սուսուփուս վերցնեն իրանց։ Փաստորեն Հայաստանը այս խեղճ ու կրակ մի բոր մեր երկիրը հետ պատերազմյան, այս ամեն արհավիրքի մեջ որ անցել ենք, փաստորեն ինքը արճակատում է քանի ֆրոնտով Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանի բիզնեսմենները Հայաստանում գործունեություն են ծավալում, Ռուսաստանի օլիգարխիկ, քրեա օլիգարխիկ համակարգը ակտիվորեն էստեղ է, ռուսական մեդիան ակտիվորեն ներկա է, ռուսական եկեղեցին, որ լրիվ ծառայում է ռուսներին։ Հա, իհարկե, ռուսական եկեղեցին մեդալները դոշտերին կախած Հայաստանի դեմ են, Սալավյովներ, Կիսիլյովներ, տո չգիտեմ Սիմոնյաններ, մնացած, այո, բոլորը Հայաստանի դեմ են, արտգործնախարարն էլ ասում է քաղբանտարկյալ է։ Հայ ժողովուրդ ոնց անենք, ասեք, ինչ անի խեղճ ու կրակ։ Եվ այսքանից հետո դեր մարդիկ կան, որ կարծում են, որ Ռուսաստանն է էլի մեզ փրկելու։ Ես զարմանում եմ։ Նախ մի բան ասեմ, այս որ կարդացիք, չէ, այս փոքրիկ հոդվածը, ակնհայտ պիտի լինի ցանկացած քիչ թե շատ դատողություն ունեցող մարդու համար, որ Վարդան Ղուկասյանը աշխատում է ռուսական հատուկ գործակալության համար։ Վերջ։ Թե չէ Լավրով արտգործնախարարը ինչու պիտի վերկենար մտահոգվեր այդ ինչ որ մի հատ կաշառակեր հանցագործ բանով։ Որտեղից պիտի ճանաչեր Լավրովը, որտեղից պիտի ճանաչեր Գյումրու նախկին քաղաքապետին, ով որ վերընտրվել է 10 տարի անց, ասենք, էլի կամ բայց այստեղ բան կա, մի քանի փաստ կա։ Վարդան Ղուկասյանը կոմունիստական կուսակցության տեխնացու էր, ինչը արդեն one red flag, ասես second red flag is մի քանի անգամ եթերներում հայտարարել է միութենական պետության մասին, ակնհայտ մի քանի անգամ ասել է, որ բանի Պուտինի եւ Կրեմլի քաղաքականության ջատագովն է, մի քանի անգամ ասել է, որ Գյումրին Հայաստանի ամենառուսալեզու քաղաքն է եւ բազայի իրենց որտեղ մնա եւ այո դե բնականաբար էլի պիտի Իմիջալոց այս հանցագործներին տառացիորեն եմ ասում հանցագործներին այս քաղաքական բանի մեջ մտցնելը Լենինից է գալիս այդ բոլշևիկների ամենահին ու լավ յուղված ստրատեգիաներից մեկն է եկեք հիշենք Լենինը ումից էր փող ստանում Ստալինից որը բանկեր թալանում փող ուղարկում էր իրենց մեր կամոյից որը նույնպես բան էր գողական բանկ թալանող եւ այլն եւ այդ բանին էլ այն Օդեսայի այն բանին Յապոնչիկը որ կար ամենահայտնի գողներ Օդեսայի իրան էլ վերբով կարեցին կոմունիստները իրանց մոտ վերցրեցին այդ իրանց համար հայտնի ստրատեգիա է հեչ զարմանալու չի եւ լավ էլ շարունակում են այդ նույն բաները ինչ ոնց եկել են բոլշևիկ կոչվածները հանցագործությամբ եկել են ցարասպանությամբ Նիկոլայ II-ը աչքից լույսը չի բայց այն ինչպես վարվեցին այդ ցարական ռեժիմի հետ ու ոնց որ արեցին ու այդ ոսկորների ու արյան վրա պիտի երջանիկ պետություն կառուցեին չի լինում տենց բան ոքի չի լինում երեխաներին գնդակահարեցին Ռաֆայել որ հանկարծ վաղը միսօր չմեծանան ասեն մենք
Հիվանդ երեխային հեմոֆիլիայով տառապող ցավերի մեջ Աղջիկներին, բոլորին, ամբողջ շրջանիկը Ցեցարևիչ Ալեքսեյ երեխեշ տղու անունը, աղախիներին, վկաներով, մկաներով, շեֆ խոհարարով, բոլորին տարան Եկատերինինսկի այդ իդեպ մինչև այս վերջերս երևի մի 10-15 տարի առաջ կար այդ շենքը, հետո քանդեցին, որովհետև դա բան էր, ուխտատեղի էր դարձել արդեն այդ հալածյալների գնում էին Ախր դու նայես չէ ֆրանսիական հեղափոխությունն էլ Արյունով եկավ, Արյունով գնաց, էլ ինքը իրան կերավ։ Նայում ենք 1799 թիվ, էսի նայում ենք 20-րդ դարի կես համարյա, էլի, առաջի 15 որթի գնդակարեցին 19-ին, չէ՞, կարծեմ 17-ին հեղափոխությունը եղավ 1919-ին գնդակարեցին, այսինքն քաղաքակիրթ ժամանակներ են խոսում, էլի, դες մենք ցեղասպանություն ենք խոսում, էս ենք խոսում, ասենք դերձորի անապատներ բան, իսկ այստեղ խոսում ենք մայրաքաղաքում եկան ցարին տապալեցին կանդալներով տարան Եկատերինբուրգ ու բանով այդ գիտես ինչ օրինակ բաներ ֆրանսիական հեղափոխությունն էլ որ նայես ինչ արեցին Լուի 16-րդի վիզը կտրեցին կնգանը հետ բան ինչ էր անունը Գելոտինով ոպ կարտակավոր չկարտակավոր ու թվում էր թե այն տեսեք այսինքն ազատություն citizen էին ասում արդեն քաղաքացի էին ասում որ ինչ մի քայլ առաջ է չէ դրանից հետո ինքը իրան կերավ հեղափոխություն դրանից հետո եկավ Նապոլեոնը ու ոչ միայն Ֆրանսիան ամբողջ Եվրոպան բռնագրավեց այն Ռոմի պապի ձեռից թագը խլեց դրեց գլխին Նապոլեոնը այն մարդը որ Citroën պիտի ասեին փողոցներում Մաքսիմիլիան գոռում Մաքսիմիլիան քո ետևից են գալու Այդ գելոտինն էլ բժիշկ էր Այդ իր ազգանունն է հենց որ հնարեց այդ գործիքը վիզ կտրելու համար հարմար ու բանկա այդ իրար վրա փորձարկեցին չէ ասում է գյուղերից նամակներ էին գերում Փարիզ ասում են գելոտին ուղարկեք չի երիկում այնքա վիզ են կտրել Միսկա պրեզիդանտ գելոտին չի երիկել չէ կուլտուրայից են խոսում արա ու պատմության ֆենոմենը էլի բարեկամներ հարգելի ռադիոլսողներ խնդրում եմ ուշադրություն դարձրեք որ մենք խոսում ենք քաղաքակրթության խոհանոց մոդա նրբագեղություն վերսալ այդ երկրի այդ ժողովրդի մասին ասենք նես չի որ քրդեր թաթարներ չեն որ ասես դե լենք թեմուրի սորտն է մի բան չէ կիրթ օ մադամ օ միսյե ու գելատինների հերթ հեղեղներ արյան Փարիզի եւ ոչ միայն Փարիզի փողոցներում աչու ձախում տեսնում էին տանում էին հրապարակ էս էլ կուլտուրական բանը հիշեցի անցյալ օրը դոկումենտալ էի նայում Չինգիզ խանի մասին էլի այդ ոնց է այդ կոտորել ահավոր եւ այլն ու մի հատ բան էր կիներ որ ինքը բան էր ինչ Չինգիզ խանը ինչ ազգեր մոնղոլ պրոֆեսոր էր ակնոցներով բանկիներ մի հատ տենց այդ մոնղոլական արտաքինով մեկ այնքան հետարքիր բան ասեց այ ասում է բոլորը համարում են Չինգիզ խանին ամենաարունարբու եսիմինչ բանը տիրակալը ասում է բայց ասում է ինքը սպանել է ոնչոր թիվ էր ասում ասենք 10000 կամ 20000 հոգի եսին որ դարում ասում է դրանից հետո ասում է 20-րդ դարում որ ասում է բերկացան ուսեցին միլիոններով իրար սպանել ասում է ոչ մեկը դրանց բան չի ասում է Չինգիզ խանն է մնացել էլի որ մտածես իսկապես այդքան տարիներ հետո այդ նույն բանը շարունակելը բայց Չինգիզ խանը մեր բանի մեջ մնացել է բարբարոսությամբ բանի կերպարա մի հատ էլի բայց տեխնիկապես որ նայում ես ֆաշիստները պակաս բարբարոս էին Օճառ էին սարքում մարդկանցից այլ ես չեմ պատկերացնում այդ զարգացած գերմանացիք Հենրիխ Հենեի Գյոթեի փիլիսոփաների մի ամբողջ շարան ժողովուրդը ոնց կարար գնալ չէ համամարտկային է ժողովուրդը հանկարծ գնալ Հիտլերը դրա համար Շուտը բեղավոր եֆրեյտերի հետևից 1.5 ոչ տեսք ունի ոչ բոյ ունի ոչ խելք ունի ոնց գնացին հետ ես չեմ կարողանում այդ հասկանալ ես վախում իրա ձայնից Ռաֆայել մենակ շատ ձենը շատ հերանեկարային է շատ վատամ Ուրեմն մի հատ բան կա այդ իրանց պատմությունից ֆաշիզմի գոչվում է երկար դաշույնների գիշերը մոտավորապես հիշում եմ ուրեմն այդ նոր որ գալիս էին իրանք բանի կառավարման էին հասնում արդեն այդ ամենալավ բաներ ֆաշիստների իրանց մեջ պարակտում սկսվեց հենց ֆաշիստական կուսակցության մեջ եւ այս մի թեւը ակտիվը Հիտլերի կողմը այդ ակտիվներն են մյուսները ավելի ուզում էին օրենքով անել ամեն ինչ
ուրեմն այդ գիշեր իրանք մտան 12 թե ինչ այդ իրանք այդ մյուս կուսակցական ընկերների ու գիշերը դաշուններով այդ 12-ին էլ սպանեցին։ Հիմա թիվը կոնկրետ չեմ հիշում եւ այտենց դարձան միանձնյա ֆաշիստական կուսակցության լիդերներ Հիտլերն ու մի իր քանի կողմնակիցները պատմական շատ դաժան բաներով են անցել զուգադիպություններ էլ եղան էլի որ ասա պատմությունը իրան բրթեց այդ ուղղությամբ որովհետեւ շատ հարգված նախագահն էլ հանկարծամահ եղավ այն անցումային կառավարման ընթացքում որ կանցլեր նշանակեց այդ Հիտլերին ու ինքն էլ մահացավ արդյունքում էլեկտրություն բան չարեցին ինքը դարձավ միանձնյա Գինդենբուրգը նախագահ Գինդենբուրգը որ անկախ ամեն ինչից որոշակի հեղինակություն ուներ ժողովրդի մոտ իր մահով մնաց դատարկ իշխանությունը ուր գնացինք հասանք ուր գնացինք չէ թվում էր թե Տրամպի հրավեր էինք խոսում ռուսների Այս Տրամպը սաղին հրավիրում է հետո ասում է կներեք բայց 1 միլիարդ պետք է տակ ասում Մերոնց այսօր հրավիրեց Փաշինյանը ընդունել է հրավերը, այսօր update լրատվականում ապարիկով ենք մենք տալու, ասել եք արդեն։ Մենք ապարիկ ենք ձևակերպելու։ Այսօր մեր լրատվությունը դրան էր նվիրված, հրավերը, մասնակցումը գալիս են, նա ասում է պարոն Փաշինյան, բան մտել է պարոն Փաշինյանն է լայվ, ասում է մեծ սիրով ընդունում ենք, մենք անպայման կմասնակցենք, այդ 1 միլիարդը որտեղից են, բայց այնտեղ մի կետ կար, ասում է 3-րդ տարվա մեջ Եթե ուզում ես մնաս board member, որտեղ հիմա կարող է գնում ես մասնակցում ես, դա անվճար է, բայց որ member ես դառնում այդ board-ն ինչ որ այնտեղ սարքում մշտական անդամներ բան, այդտեղ արդեն $1 միլիարդ Ալիևենք մուծվում են, դե ունեն մուծվում են։ Իրանց համար դա պրոբլեմ չի, հա։ Քանի որ սա ոնց հասկանում եմ, շատ լուրջ կառույց է դառնալու, այդ ՄԱԿ-ին արանքից հանելու են, ինձ թվում է Տրամպը, քանի որ ՄԱԿ-ին չի սիրում, United Nations-ը։ Ես քեզ ասեմ, ինչև շարունակել է Ռաֆայել։ Ես կարծում եմ, որ նպատակը հենց դա է։ Համաձայն։ Ավելի իհարկե։ Այդտեղ է գնում։ Որտեղ ինքը ղեկավարն է այդ կառույցի, այսինքն դա ինչ խոսալու բան չէր դա։ Այսինքն այդ ՄԱԿ-ը բանը անվտանգության խորհուրդ United Ասում է ուրեմն ասում է մեծամասնության քվեարկությամբ պետք է որոշենք։ Բայց վերջի խոսքի իմն է ասում է, նա որպես այսինքն դուք ինչ ուզում եք քվեարկեք, ես եմ ասելու ինչ ալինի։ Հիմա տապալում են այս ՄԱԿ-ը բանը սաղ ջարդուփշուրն անում տանում են։ Ասում եմ մերոնք, պարոն Փաշինյան, եթերում եմ ասում։ $1 միլիարդ Բոլոր այդ որ կոռուպցիա թալանել են երկիրը, այդ դրանցից բոլորի գումարները վերցրեք, այ ժողովուրդը ասի, այ տես ինչի համար մուծեցին։ Մուծում եք, բան ու մենք դառնում ենք անդամը տե։ Ադրբեջանի $100 մենք էլ կտանք, ոչինչ, հա, մի բան կանենք էլի։ Համագործակցողներն էլ $1 կտան։ Հարցը չի։ Հարցը զուտ այ, որ ասում եմ, որտեղ թալանածը օգտագործվի եւ այլն բան, կարծում եմ սա Տրամպը որ մտել է այս պատմության մեջ ու տեսեք լա ինչ երկրներ են բոլորին հրավիրում է ու ինչ երկրներ են բոլորին հրավիրել է մուծում են Բելարուսի նախագահին Պուտինին բանին Տոկաևին Ժոմար Տոկաևին կտենակ Պուտինն էլ վերցրեք ու եկեք $1 միլիարդ ավակի սաղ մուծելու են ես վստահ եմ բոլորն է մուծելու են այդ կառույցի մեջ մենակ որ Տրամպի հետ լավ հարաբերություն ունենան պետության համար $1 միլիարդ այդ փողը չի մուծելու են ով որ չմուծի աշխի գրողն է դառնալու Մաքսատուրքեր կսահմանեմ, ես իմ ինչ արելով բասա, հա, ես վստահ եմ, հա։ Վայ, այսօր էլ վեր կացավ, մաթե 200% բան եմ դնելու, մաքսատուրք եմ դնելու ֆրանսիական գինի ու շամպայնի վրա, մինչև բանը Մակրոնի կարծիքը չփոխի, էլի վերաբերմունքը Գրենլանդիայի։ Այդ Մակրոնի աշկը ինչ եղավ, Տրամպն է խփել են, մի բան եղել է։ Բայց ակնոցներով սիմպո տղա եղավ, չէ՞, տենց ոնց որ ֆրանսիական կինոներից էլ մի, ես էլ վնասված եւ այլն բան։ Տրամպն է խփել, Տրամպն է։ Արարատ Միրզոյանին հիշեցի, այն որ խեղճին հրապարակում տուրց է գտած, մենակ մեր մոտ էս բան կարող լինել, վայ։ Էդ էլ է տենց հիմա մերոնք մի խոսքով մասնակցում են այդ Տրամպի այդ ծրագրին իդեպ ի սկզբանե ոնց սկսեց այդ այսպես կոչված խաղաղության ժողով են ասում ինչ Դա Պաղեստինում բան կազմակերպելու համար է բայց մեզ ինչ է հարցը այսօր եթերում էր այդ հարցն էինք տալի TV-ով քննարկում ենք մեզ ինչ լավ տվեցինք այդ $1 միլիարդ բան զուտ որ Տրամպի աչքին ինչ որ մի բան երևանք մեզ ինչ Գազան էսա մեկը լինի մեր գյուղերը գասարկի կանալիզացիա ջուրմա լույս չունեն մարդիկ մենք $1 միլիարդ տանք որ գազան սարքեն Իսրայելն է այս ճաշը էփե հանուն իրա թույ իրանք է սարքեն բայց մի րոպե հիմա դու հրեական բանն է էլի հրեական խաղն է մենք հանդենք հողը մեզ մնա պետությունը արանքից հանենք գազան լուծարենք ժողովրդին սարքենք բան
աշխարհ փող գցվեք սարքեք, էս ինչ հրեական խաղա լրիվ։ Էսի Թրամփականը, էսի հրեականը լինա էլի։ Երկուսն են նույն բանն են ասում։ Բայց լավ լուրը այն է, որ վարչապետը մի երկու օր առաջ շահեց $1 միլիոն շահելը, կարա մի մասը իր տալիս տա։ 10%-ը, քանի տոկոսն է, մի տոկոսը չի միլիարդի, 1 միլիոնը։ Այդ նենց բարդարցերից տարի 150 ասես կարող է, բան, 1 միլիարդ, 1 միլիոն։ Ես ինչ եմ հասկանում դրանից։ Ամեն դեպքում Զայեդի մրցանակը։ Այդ արկիրա բա, չէ, ինչ է անելու մեր վարչապետը այդ $1 միլիոն որ շահել է։ Հեծանիվ է առնելու։ Աջան։ Հեծանիվ կառնի։ Կարող է, հա, երեխեքի համար, բայց կասեն, վստահ եմ, կասեն։ Բայց այն վերջերս ինչ եղավ, որ գինի էին թանկ նվիրել, այդ պատմությունը չգիտեք։ Այս ներքին մարդ է ասը։ Գինի էին նվիրել, որը ըստ օրենքի, հիմա չգիտեմ ոնց ինչ, այդ ինչ որ 120,000 դրամը գերազանցում է, թե ինչ պիտի հանձնես, բայց ինչ որ գինի էին նվիրել, հա, հետա տվել, այդ իպահա տվել այդ ինչ կառույց է կոչվում, այդ հակակոռուպցիոն դել խմել են, հա։ Երևի չգիտեմ, խմել է թե չէ, բայց գիտեմ որ գինի ով դիմանա չէ, դες գինին դրա։ Այո, այ քեզ պատմություն, դե ունենք այն ինչ ունենք հարգելիներս, այլ Այսպես կարող եք մասնիկը դառնալ քննարկումների, եթե այս թեմայի շուրջ կամ այլ թեմայի շուրջ ունեք ասելիք, սիրով կլսենք 747-477-4444 մեկնաբանություններում բոլորը ուրախ են եւ զվարթ դուրները գալիս է այս թեման երբ 3 միլիոն է Զայդի մրցանակը ստեղ Ժենիկ Նազարյանն է ասում ես 1 միլիոն եմ կարդացել չգիտեմ 1 միլիոն տվեցինք մենք լրած բանով մաթեմատիկա իմացող մեր հարգելի ռադիոլսողները Խաչիկ Խաչատրյանը Արգիշտին Սարուխայան ասում է 0.1%-ն է մի Վայ, вообще բարդացավ Ռաֆայել էդի լրիվ խառնեցինք իրար 1%-ը կարող է պատկերացնել բայց 0 ինչ-որ բան օքեյ Այմար այս թվաբանությունը ինչ հանճարեղ բան է չէ հանճարեղ բան է Սաթիկ Իրանի ես նենց դասատ ունենայի որ իմ մոտ բան արտնասներ էլի սերատնասներ այդ տրամաբանությունը ցույց տար որ թվերի մեջ կա այն որ ամեն ինչ թվաբանական բացատրություն ունի մեր բնության մեջ ինչ ֆանտաստիկ մի բան է էլի բայց արդեն ուշ է գալիս էր առաջի վարքյաններից նսեմ ասնում էր մեզ առաջին դեբիլներ դուք բան չեք սովորի հիմարներ ապուշ երեխեք առաջի բառը մտնում էր դեռ դասարանում չի արդեն այդ նեգատիվը հա ասում էի ընկեր Գևորգյան ասում էի ես չեմ հասկանում ոնց են տարերը իրար գումարում թիվ ստանում երեխա անկեղծ ասում ես չի հավատում գումարած B 2 ասում եմ ես չեմ կարող հասկանալ ոնց է տարերը թիվ դառնում կարար բացատրել մա երեխա չեմ հասկանում բան խայտարը հիմարներ ու վերջ ու էլ սիրել հնարավոր չի այդ մտնոլորտում Ուրեմն այսօր ասեցիր հիշեցի Ռաֆայել շաբաթ թե կիրակի օրներ գնացել էի բան ուրեմն Երեխաների ցուցահանդես կար, բալբոա, բավական հեռու է, մի 40, բայց քշեցի գնացի, երեխաների ցուցահանդեսը որն է, նկարներ, հա, թե երեխաների, երեխաների նկարների ցուցահանդես 7-8 տարեկանից մինչև 14 տարեկան, Երևի եւ բան էին արել, ասենք ամեն երեխան մի 3-4 նկար, հսկա դահլիճ էր եւ 100-ից ավել տարբեր երեխաների նկարներ կան, այնքան բան էր, ու ասի շլավա եկա, էլի բան Ուրեմն նայեցի, բոլորը նայեցի, հերթով նայում էի, հա։ Եվ այնտեղ դասատու էլ ունեն, մի հատ շատ հարգարժան, սպիտակ մազերով, նկարիչի տեսքով, ամեն ինչով դասատու նայեց իրանց որ նկար։ Ռաֆայել նայում եմ 7-ից 14 տարեկան երեխաներ են, մեկի մոտ մի հատ օրիգինալ նկար չտեսա։ Մի հատ տեսա, որ տարբերվում էր։ Էլի նոր Էլի Մասիս Սարա նկարած, էլի Եղնիկա նկարած, էլի Նապաստակա նկարած, էլի սենց, նենց եւ երևում է որ այսպես պետք է նկարես բանը, սա այսպես է դասատուի ձեռքը։ Ոչ մի երեխա է մարդ այդ տարիքում 7, 8, 9, 11 տարեկան չի նկարել ինչ որ ինքը մտածել է։ Հա, ասած որ գծեր աներ, ինչ որ մի անես բան, որ երևար։ Ես ազգայ որ էս երեխեն սենց է։ Հիմա այդ երեխաները որ գնում են հարգարժան դասատուներ, ոչ թե պրոֆեսիոնալ նկարիչ պիտի դառնան, այլ որ կարողանան այդ տարիքից իրենց արտահայտել, գույներով, ֆորմաներով, ես իմ ինչով իրենց արտահայտեն, ճանաչեն իրենց, մի խանգարեք իրենց սովորացնել պետք չի, իրենց մի խանգարեք, որ անեն այն ինչ որ ուզում են։ Միակ այդպեսի նկար տեսա, որ այս երեխան ինչ որ մտածել է, այն էլ նկարել է էլի։
մենք սովորեցնելը շատ սխալ ենք բանանում, էլ ոչ թե սովորեցնել, այլ հնարավորություն տալ իրենց, որ իրենք ստեղծագործեն։ Ամենաբան արվեստին չի համարը, ինքն է արտահայտում։ Էն էլ այդ տարիքում շատ կարևոր է։ Նա դժվար որ Ես գալիս ենք մանկավարժական հոգեվիճակին, էլի, ոնց բացահայտեն երեխայի։ Ու բանը հիշեցի մի օր աղջկաս մանկապարտեզից վերցնեմ Հայաստանում։ Դե ես որ բանը մի քիչ շուտ էի գնում, չէի արագ մոտենում, հերբից նայում էլի, առանց ինձ տեսնելու ինչ է անում, ինձ հետ արկիրերը, ոնց է այդ աշխարհում առանց ծնողների իրան պահում։ Մի անգամ գնացի, տեսնեմ նստած նկարում է, դասատուն էլ գլխին կանգնած ասեց։ Կարծեմ ասել են, բայց էական է ինքը։ Մեկ է սենց ասում. Բալիկ ջան, ծառերը լինում են կանաչ գույնի, լսում ես կանաչ գույնի։ Հիմա այս աղջիկս ինչ է նկարել, ես չեմ հիշում, բայց կանաչ չէր արել, էլի։ Այ այս բանով իրանց թվում է ճիշտ է, որ երեխեն ծառը կանաչ նկարի։ Բայց երեխեն այդ տարիքում ուզում է նկարի ինչ գույն, որ տեսնում է, թողեք թող նկարի։ Ես լավ հիշում եմ, տենց 2010-11 թվականն է, շատ հայտնի գիտնական ֆիտոթերապիայի մասնագետ եւ այլն Լևոն Վրամի Հարությունյանի Հոբելյանն է, ինքը արդեն երջանկահիշատակ էր եւ հայտնի նկարիչներից իմ լավ ավագընկերներից Շմավոն Շմավոնյանը, վաստակավոր արտիստ, նկարիչ, պարոն Շմավոնյանը շատ գեղեցիկ բաներ նկարել էր եւ այլն։ Կախած էր Անահիտ Հարությունյանը իր դստեր Լևոն Հարությունյանի գիտնականի կաբինետում, երբ որ ներկայացրեցին նկարը եւ այլն, բան բոլորը վայ ասում, բայց ինչի է դա կարմիր։ Ու դե ինքը ասես բնության գույներով էր նկարել, էլի, պորտրետ էր, ասես աշնանային գույների մեջ էր, դեղին, կարմիր, նարնջագույն, ինչ-որ տենց բաների մեջ։ Մեկը բանը շուրեկավ ասում, ну поймите, он же художник։ Հասկացեք, նա նկարիչ է։ Ժորջան, իրոք մարդը եթե նկարիչ է, արվեստագետ է, ինքը այդ գույների մեջ է տեսել։ Հիմա ձեր ասացի պես, հիմա ծառը կարող է աղջիկը տեսել է կապույտ, ասենք, որ չկա կապույտ ծառ, բայց չի կարելի այդ արվեստը ոչ թե կրկնօրինակելու համար է իրականությունը, այնպես անես որ նման լինի իրականությանը, այլ քո աչքերով ցույց տաս այդ իրականությունը։ Բա ինչու՞ մա տարբերություն։ Հենց այդ արվեստագետի հոգին, որ ինքը ոնց է տեսել այդ պահը, նույնը պոեզիան է, նույնը գրականությունն է, նույնն էլ նկարչությունն է։ Այդ է կա։ Հիմա դուք կարող եք հավանել կամ չհավանել, ինձ էլ կամ եկեն այս գույները, մամար, այս իմ բան ճաշակով չի։ Այդքան բան։ Բայց ինչու է այս գույն, ինչու է այն գույնի, աստվածին, հա, ինչու է երկինքը կապույտ։ Ինչու է կապույտ։ Կանք էլի մեր տխրարչակ լրահոսենք, քան որ մշակույթից բան խոսենք, մի լավ բան կա, այսօր Պատմության թանգարանի ղեկավարությունը բացարձակ ռեկորդ է հայտարարել 2025 թվականի համար, երբեք ցուցասրահ տարվա ընթացքում 150,000 մարդ չէր այցելել եւ Հայաստանի Պատմության թանգարանը 2025 թվականին ունեցել է 150,000 այցելի, որը մի քանի անգամ ավել է, քան նախորդ տարիները։ Զարգանում ենք, լուրջ եմ ասում։ Շատ լավ ցուցանիշ է, ընկերներ։ Հիմա ոմանք, չգիտեմ, երբ են վերջին անգամ եղել են, չեն եղել, բայց երբ որ մարդիկ սկսում են այցելել թանգարաններ, դա ներքին ինչ որ մի շիտակության սկզբի մասին է վկայում, որ մի բան փոխում է դեպի դրականը։ Առաջինը դա նշանակում է, որ հետաքրքրասիրություն կա մարդկանց մոտ։ Ուզում են գան, տեսնեն, մի բան էլ սովորեն։ Ընտիր բանը շատ։ Ես մի անգամ եթերում կարծեմ իրար հետ էինք էլի զրուցում ենք, ասում եմ, եթե այնքան մարդ, ինչքան ամեն օր եկեղեցի է գնում Հայաստանում, էլի ամենայն հարգանքով թույլի գնան եկեղեցի, այդ նույնքան էլի 15 րոպեով մտնեն թանգարաններ, մենք ուրիշ հասարակության մեջ կապրենք, լրիվ ուրիշ հասարակության մեջ, դրական առումով։ Եվ մեկը մեկի չի հանգարում։ Ռաֆայել դա մի բան է, որ զորով չես կարող անել։ Դա պիտի ինքը հասնի հասարակությունը։ Դպրոցից մենք չենք սովորել, դպրոցից այդ թանգարան այցելու կուլտուրան մեզ չեն տվել։ Մեզ օրինակ ես հիշում եմ 3-4 դասարանում տեխնիկային թատրոն, պատանի հանդիսատեսի թատրոն, բան ինչ-որ տես տեղեր էին տանում, առաջին բանը, որ ես հիշում եմ, ահավոր սառնամանիքներ, ձմեռները, որ հնարավոր չէր այդտեղ մնալ երեխան 7 տարեկան չի կարող մնալ այդ դահլիճում։ Ավելի տարական դասարանում, որ ինչ-որ խամաճիկների թատրոն էին տանում, դա մի ահավոր կոնսլագեր էր, հիշեցնում են իմաստով, որ ծնողների ձեռից sense գալիս էր մի հատ կնիկ, ձեռից խլում էր, ծնողի ձեռից քեզ խլում էր, դուք ստե սպասեք ու քեզ մենակ ծնողների մուտքը արգելված է, քեզ տանում էին
տիկնիկային թատրոն եւ բնականաբար այդ բաժանումը բան ուր են տանում ես կնոջը չեմ տեսել մի լաց մի կոց կեսը ողբում են կեսը ներկայացման ընթացքում են ողբում այսինքն կուլտուրա Խոսքով ավարայրի ճակատամարտ։ տենց մի բան Բայց հետարքիրա իմ մոտ այդ առաջի տեխնիկայինը որ ինձ տարել են շատ դրական բան է ոնց որ մի հատ նոր աշխարհ տեսա որ ուրեմն սենց էլ է հնարավոր ձայները ուրիշ տեսակ են խոսում այդ բաները Մարիան այդ կերքը եւ գիտեք ինչա հետարքիրա առաջի մի քանի րոպեն թելերը տեսնում ես հետո այդ թելերը անհետանում են մի տեսակ որ դու մտնում ես պատմության մեջ մի հատ ես ուրիշ աշխարհ ոտ կողեցի շատ իմ համար շատ դրական իմ վրա բան ա ունեցել ձեր համար ձեր պատանեկության երեխական մանկության տարիներին հարց չի առաջացել ինչ են մեր տեխնիկները այդքան գեշ չէ մեր տեխնիկները գուցե ասենք իմ մանկության ժամանակ արդեն արևմտյան մոդելներ կային գուցե մենք համեմատում էինք ասենք վայ Միքի Մաուսն ա չգիտեմ ավելի էսթետիկ էին ավելի նուրբ էին բան բայց այն տեխնիկները որ բան են որ մի խոսքով Ռաֆայել այդ դեպքում sense կարելի ասել իսկ ինչն է ավելի լավ որ տեխնիկները լավ լինեն ոնց որ ամեն ինչն անցել տեխնիկներն են էլի մի մասն է լրիվ համաձայն եմ Բայց մեր հերոստատեսություն այ մարդ ինչ է ուզում որ ինչն է լավ որ հերոստատեսությունը լավ լինի չէ ամեն ինչ մոտավորապես նույն բանի հասարակության հնարավորությունների էներգիայի ու որակի բանով վրա է հիմնված սա նախ շուկան հեսա գնում ենք արդեն քանի որ ֆինանսական մասին մոտեցանք ամեն ինչը հիմնված է ֆինանսի մեջ Всё упирается в деньги Եթե կա գովաստ, եթե կա գործընկերություն, կա նաև կոնտենտ եւ փաստացի կա նաև մեր ռադիո, մեր հաղորդումը, որտեղ մենք փորձում ենք հնարավորինս որ դուր գա մեր լսարանին, հնարավորինս ճշտախոս լինենք, հնարավորինս պետականամետ լինենք։ Մի խոսքով 8 տարի հետևում եք բարեկամներ մեր գործունեությանը, հուսամ գնահատում եք, շնորհակալ ենք բոլորիդ, առանձնապես շնորհակալ ենք մեր գործընկերներից, ովքեր մեր կողքին են անկախ ամեն ինչից։ Եկեք լսենք մեր գործընկերների գովազդային ծանոթությունները, ուրախությամբ պետք է ասենք, որ այսօր նոր գործընկեր ունենք մեր հարգելի SVH Travel-ը, միանում է մեզ եւս մեկ անգամ գովազդային ծանոթությունները, հետո կվերադառնանք, կշարունակենք։ Հայերի ամենասիրելի ռադիոկայան։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ։ Եվ մենք եկանք հարգելի բարեկամներ, բարի օր բոլորին, ովքեր մեզ հետ են դեմ դիմաց, ուղիղ եթեր, Armusic Radio Եվ մեկնաբանություններին էի ծանոթանում դաթարի ընթացքում գովազդային Հագան ասում է Հովանես Այվազովսկու թանգարանն եմ գնացել Ֆեոդոսիայում եւ ապշած եմ մնացել Հագա խնդրում կիսվեք հստակ որ պահերով եք ապշած ինչ է Ինչու ապշած ես լճակ իմանալ Այո Եվրոպայից բարևներ ու առաջի անգամ է որ ընդհանուր sense չեն հստակեցնում Եվրոպայից բարևներ Այդ ամերիկացիները չէ մեր բաներ գնացել են Եվրոպա այ մարդ հա էլի Չեխիան ուրիշ բան է Բարսելոնան ուրիշ բան է չէ ինչ որ Մոնտենեգրո բանն էլի Իդեպ Եվրոպայից ամենատարբերվողը ամեն դեպքում ինձ թվում է հիմնականում ավանդական բաներից Իսպանիան այդ հավաքական Եվրոպայից թե այդ մավրների տիրապետության տակ երկար են մնացել, որովհետև ասենց որ նայում ես Հունաստան, Կիպրոս, Իտալիա, այդ հելենիստական թե ճարտարապետությունը, թե ձևաչափը շատ բան, անգամ այդ հռոմեական ժառանգությունը բանը, որ անգամ ինչ որ Լոնդոն կարած բարձրանաս, բայց իսպանացիք, մանավանդ հարավային Իսպանիան, շատ ավազային գույնը այդ անապատային բանկ այդ մավրների 3-400 տարվա հետքն է էլի որ արաբական մնացել է իրանց մեջ այդ ֆլամենկոները բաները շատ հետարքիր ժողովուրդ են ֆլամենկո մենք նվագում ենք դուք պարում եք հա ասենց այդ բան իդեպ այդ արաբական այդ անգամ երգը այդ իսպանական հիմա մեր ռադիոլսողների մոտ գուցե հարց առաջանա ինչու են այդ իսպանական մանավանդ ֆլամենկոն տենց երգեցիկ արաբական այդ աղոթքները ոնց են չէ նալահ մալահ երգում են հա այդ գալիս է այդ արաբական մանց իսպաներենով այդ ոճը մխրճվել է լեզվի մեջ դրա համար իրանց երգերը այդ բոմբոլեոից սկսած այդ մնացած ամեն ինչներով բրծած այդ արաբական մելիզմներ կա երգի մեջ հետարքիր բանա որի հետ նրանք են հաշտ ապրում ընդունում են ախպեր ջան 400 տարի 500 տարի ապրել ենք իրար մեջ խառը ամուսնություններ գենետիկորեն բան եւ այլն
Ոնց կարաս դա հանես մարդու մեջ։ Իսկ չի մաքրեմ։ Ես ավելին ասեմ։ Մարդկությունը տենց է առաջ գնում։ Տենց է հարստությունը տեղ է։ Ոչ թե կզյանալով, ոչ թե ամեն ինչից կտնթակառակը, մի մասը դառնալով այդ ամեն ինչի։ Մեր այդքան այդ արքիր է մարդկության պատմությունը, որ նայում եք ոնց ենք զարգացել, որտեղից է սկսել։ Առանձին փոքրիկ ցեղեր էին, խմբեր էին, ապրում իրար սպանում էին, իրար ձերից եղնիկ էին գողանում, այս կողմ են կողմ։ Հետո մեկ էլ այդ բանի տոնավաճառի գաղափարը հղացավ։ Ասենք մեկը կարողանում է քարից ինչ-որ դանակներ սարքել, մյուսը թելից եսի ինչ է սարքում։ Հավաքվում էին ու այդ իրանց փորձով կեսում էին, սա առնում նա տալիս էին, ու սենց զարգանում էին, առաջ էին գնում։ Մեկը մեկով։ Լոկալ չերին, գիչ-գիչ դարձան ավելի, գենետիկ առումով, որ ուսումնասիրում ես, էլի պատմության փաստն է, դա իմ տեսությունը չի։ Բոլոր իմացող մարդիկ պատմության փաստ են, այն գերդաստանները թագավորական, որտեղ խառը ամուսնություններ չէին լինում, հեմոֆիլիա էին ընկնում, ռախիտ երեխեք էին ծնվում, մեռնում վերջանում գնում էր, որտեղ խառը ոչ միայն հեմոֆիլիա, շատ տարբեր տեսակի բաներ էր։ Այո, շատ տարբեր։ Դրա համար բերում էին երկրից են ռուսերեն բանկ ասում, «Zatrидзевять земель», գնում էին, ման էին գալի, չգիտեմ որ սորտի, որ բանից բան բերում էին ձի վրա, մինչև աղջիկը գալիս էր, հազիվ մի հատ երեխա էր ունում, մեռնում էր այդ։ Բայց ասում ես, բայց եկած էր ինան, այ մարդ, այդ գերմանացի կինը 16 տարեկանում եկավ Ռուսաստան ու հետո դարձավ ամբողջ Ռուսաստանի տեր ու տիրականը։ Ու ամենապրոռուսական կայսրուհին։ Ազգասեր, հայրենասեր, իսկապես զարմանալի բան է։ Ու այդ հսկա երկիրը կառավարում էր, այ մարդ Պյոտր Պերվին չէր կարում կառավարել։ Այդ իր բոյով բուսատով ու բանով։ Այդ կինը ոնց կարողացավ մարդուն սպանեց Պետրոս 3-ին եւ ինչքան թիկնապահ կար բան, այսօր երկերը ինչ երկեր էին երգում, այդ երկերի տակ ում տեսավ խնձորի ծառի տակին արեց, ում տեսավ մարդը իր գործը արեց իր գործը եւ եթե ինքը զախողեր միանգամից գլուխը կտրում էին, որտեւ ինքը հեղափոխություն արեց պաստորեն, էլի, այդ գվարդիան անցավ իր կողմը, այդ սիրեկանը ասեց չվախենաց գվարդիան կողմից են, Ղրիմը գրավեց Ուկրաինայի կեսը միացրեց Լեհաստանը լուծարեցին։ Այդ ֆիլմում էլ կա այդ հատվածը Եկատերինա the Great ֆիլմը, որ նայեք։ Վոլտերի ընկերուհին էր ախր, կատակեց նամակագրական կապ ունեին։ Գրաֆ Արլովը։ Օյգրուկ Վոլտեր ասում էր բանը։ Շատ yaman տիպ է։ Գերմանական դասից ֆանտաստիշը տեղից է եկել ինձ թվում է այդ ամեն ինչը։ Գերմանական հուր էր դասից կալբաս։ Ես գերմաներից այդքանը գիտեմ։ Բանը Օդեսա քաղաքը ինքը չհիմնեց։ Օդեսա քաղաքը հрьяաներին, երբ որ լարում էին ամբողջ Եվրոպայից, ասեց օքեյ լավ, ձեզ տալիս ենք այս հատվածը։ Իդեպ էլի թող ինձ ներեն իհարկե մեր հարգարժան Ուկրաինա հայերը, բայց պատմությունը ասում է, ընդհանրապես Ուկրաինա բառը հենց իր օրոք սկսվեց, երբ որ հрьяաներին Եվրոպայից ջարդուփշուր լարում էին եւ Լեհաստանն է արդեն լուծարել էին, մեջ էին արել Շվեդիայի բանի հետ։ Այդ հատվածում, որ հрьяաներին տեղակայեցին եւ Օդեսա քաղաքը հիմնեցին, իր արձանն էլ կանգնած է Օդեսայում, ասեցին «Вы будете жить у окраины». Это окраина։ Ու Окраина, այսինքն եզր, ու ռուսերենով Ուկրաինա բառը նշանակում է եզր։ Հա, ոնց որ մի խոսքով հիմա թուրքերենով էլի, ասեմ Գյումրի կնեղանամ, բայց Գյումրու բառը նշանակում է եզր եւ սահման։ Հիմա նույնն էլ եզրի հատվածը կոչել են, որ իրանց Ուկրաինան է, որտես մարդիկ ապրել են մինչև արդեն 19-րդ դարում ազգային գաղափարախոսությունը, ազգայինը գլուխ բարձրացած եւ եղավ այն ինչ եղավ, բայց դա չենք մտնում, որ ոչ մեկ չնեղանա։ Շատ նուրբ թեմաներ են։ Չեբոքսարից բարևներ։ Այքո Ռաիսա Արությունյան, Չիբաքսարը։ Այդ որ մարզն է դա քրքիր է Ռուսաստանի։ Եթե մի անգամ էլ ենք նայի, եթե չեմ սխալվում, հիմա մի հատ։ Հա, ինչ որ Չեբոքսարի։ Որը շատ հաճելի է, ասենց աշխարհագրություն։ Բայց նա ցուրտ ահանջում չէ, վստահ եմ շատ ցուրտ կլինի այնտեղ ձմեռները։ Չիբաքսարը, հա, դե Ռուսաստան։ Իդեպ Մոսկվային Եկատերինբուրգի ու Մոսկվայի արանքում է։ Եկատերինբուրգից էին խոսում։ Դες ինչ ռադիո լսողներ ունենք։ Ինչպես է հարգելիս եղանակը ձեզ մոտ հարգելի Ռաիսա Հարությունյան։ Եղանակը ձնառատ է, տեսակ ինչ ձյուն էր Կամչատկայում 16 հարգանի շենքը ձնապատ էր արդեն։
Հետարքիր է, չէ, տենց անուններ կան, որ հենց տալիս է ազգանունը մեխանիկորեն գալիս, ասենք Ռայսա Մկրտչյան, Սիլվա Կապուտիկյան, Սիլվա Կապուտիկյան ծնունդն է։ Հովանես Թումանյան, միանգամից հետևից ազգանունը մտքիդ մեջ գալիս է, էլի, արդեն դաջվել է։ 107-ամյակն է այսօր ամենայն հայոց բանաստեղծուհի թեթով կոչեց, այտենց բան ոչ ոք չգիտի։ Ոչ ոք, բայց ամենայն հայոց բանաստեղծուհին է, 107-ամյակն է այսօր տուն թանգարանի ղեկավարները այցելել են Պանթեոն, ծաղիկներ են խոնարհել Շիրիմին, Տիկին Կապուտիկյանի, ըստ նրա օրը շատ խորհրդանշական է։ Տոնի պետք է վերածվի այսօրը, քանի որ նա եւս սիրում էր իր տոնը լավ նշել, հազարավոր շնորհավորանքներ ստանալով եւ տասնյակ, գուցե եւ հարյուրավոր հյուրեր ընդունելով իր տանը։ Իր ծննդյան օրը Կապուտիկյանը միշտ իր հյուրերին մատուցել է ավանդական ուտեստները, հատկապես Վանի ավանդական ճաշատեսակները, որոնց թվում էր քյալագյոշը ավանդական, որը համարվում է Վանի հայտնի եւ առողջարար ուտեստներից մեկը։ Նշեմ, որ Սիլվա Կապուտիկյանը գնալով ավելի մեծ սեր ու համբավ էր վայելում մեր ժողովրդի մեջ եւ մենք որոշեցինք մեկտեղել Վանա ուտեստներ համտեսը իր շիրմաքարի մոտ։ Ես արդեն վայ, քյալախ դարավ արդեն մի անգամից էլի։ Տարել է գերեզման։ Ես ձեզ մի բան ասեմ, էլի, փորձեք հասկանալ, պարտավոր չեք, բայց փորձեք հասկանալ։ Եթե պոեզիան մարդու վրա դրական ազդեցություն ունենում, չէ՞, կարդում ես եւ այլն։ Ուրեմն պոեզիան կարող է նաեւ բացասական ազդեցություն ունենալ, հասկանում եք։ Նեն չէ որ դե լավ բանաստեղծություն չի։ Մանավանդ երբ որ կապում են քովոզին դպրոցական տարիքից, կապում են, դու պարտավոր ես անգերանել այս բանաստեղծ եւ այլն, դա շատ կործանարար տեղ կարող է տանի եւ դրա պտուղները մենք մինչեւ հիմա քաղում ենք։ Ես համարձակություն կվերցնեմ ինձ վրա ասելու, որ իմ կարծիքով Սիլվա Կապուտիկյանը շատ ավելի վնասակար ա եղել մեր հասարակությանը, քան թե օգուտ ա տվել։ Հիմա ինձ խաչեք ինձ, վառեք ինձ, ինչ ուզում եք արեք, բայց որ մի քիչ խորանում եք, թե իր քաղաքական հայտարարությունները, իր ինչ ինքը արեց ու ինքը ինչեր էր ասում հրապարակում, ու մենք 30 տարվա խորքից որ նայում ենք, թե դա ինչի հանգեցրեց արդյունքում։ Այո, այդ եմ ասում, ահա։ Թե մորդ անգամ մտքիցդ հանես քո մար լեզուն չմոռանաս։ Ինչու ես պիտի մորս մտքիցս հանեմ։ Հա։ Տիկին Կապուտիկյան, ինչու այդ երեխայի մոտ ինչու է պետք է այդ տեսակ բան դնելը, ես չեմ հասկանում, հա։ Եվ նման բաներ էլի։ Ինչն է ինձ մոտ տպավորված, այդ պոեզիայից դուրս։ Հիմա օրինակ դες մենք ունենք գործիչներ, ու ասենք լավ երգչուհի է։ Շատերը գիտեն, այդ ազգային երգեր երգում բանակ, սպարապետ, բան, օքեյ, լավ է։ Եվ որ ինքը դարձավ քաղաքական գործիչ, եւ ինքը մասնիկներ այն համակարգի, որը մեր երկիրը ոչ մի լավ տեղ չհանգեցրեց արդյունքում, ու հիմա դա որպես դրական է ներկայացնում, որ մենք պայքարում ենք, ես դա չեմ կարող, ասում եմ եղբայր, կամ հարգարժան տիկին, դուք երգում եք ֆանտաստիկ ձեր երգերը սիրում ենք, գնահատում ենք, այդ ուրիշ թեմա է։ Բայց երբ որ դուք քաղաքական գործիչ եք, դուք վատ քաղաքական գործիչ եք եղել եւ վատ արդյունքի եք հանգել։ Հիմա այս մեր վիճակն է։ Ուրեմն Նռան գույնը ֆիլմը, որ հիմա մենք հպարտանում ենք մրցանակներ շահած Փարաջանովի ֆիլմը, որ Հանֆիլմ կինոստուդիայում նկարահանվեց, վերջացավ եւ ֆիլմը ձերբակալվեց սովետական միության կողմից, թույլ չէին տալիս, որ գնա բան։ Եվ այս կողմ որոշեցին այսպես կոչված խուտ-սավետ Կապը գնաց, օ աստված իմ, ամեն անգամ հենց փորձեմ վերականգնել, բարեկամներ, հեռու չգնաք, իհարկե հաղորդումը մոտենում է ավարտին, բայց դերենիկի խոսքը չընդհատվի, բաներ պատմում, ահա, հիմա կփորձենք վերականգնել, իդեպ այստեղ մեկնաբանություններում շատերը համաձայնում են մեզ հետ, այո, ճիշտ է ասում, Դերենիկ, հա, ընդհատվեց, բան էիք պատմում, կեսից անջատվեց, խուտ-սավետից անջատվեց։ Խուտ-սավետ բան արեցին, այսինքն գեղարվեստական խորհուրդ, որը պիտի որոշեր այդ ֆիլմը տեսնի ժողովուրդը, թե չտեսնի, եւ այդ կարկառուն մեր արվեստագետներն էին տարբեր բնագավառներից, ընդ որում Սիլվա Կապուտիկյանը։ Եվ Սիլվա Կապուտիկյանի խոսքը, որ այնտեղ կարդաք, թե ինչ ասում այդ ֆիլմի մասին, որ սա հակասովետական է, որ սա մեր բանին դեմ է, որ սա պետք է արգելվի, նման ֆիլմեր մենք չպետք է բանանենք, այս ոչի մեջ մոտավորապես։
բայց բարեբախտաբար ֆիլմը հետո էլի տեսանք մենք բան արեցինք, բայց այդ իր մոտեցումներ Սիլվա Կապուտիկյանի Ստալինի մասին բանաստեղծությունը կարդացեք, մնացած ամեն ինչ կընկնի իր տեղը։ Վայ, ինքը էդի գրել էր, որ մի երկու գիր թողեն տպի։ Բա պոետի ինքնազողությունը որտեղ, այսինքն պոետներ կա Շեստակովիչի պես պոետին սարքեցին հոգեկան հիվանդ գժանոց էին տանում փակում, մարդիկ իրանց կյանքը վտանգելով տունը պահում էին, նույն բանային թավջութակահարը, բան ինչ էր անունը, թավջութակահար էլի հայտնի Ռաստրապովիչը կյանքը վտանգելով իր տիկնոջ հետ հարգարժան վտարեցին երկրից այդ մարդկանց հետո որ իմացան Շեստակովիչին իրանց մոտ պահ իրանք մինչև քանի տարի Միացյալ Նահանգներում էին ապրում թեպետ դա եղավ իր համար ֆանտաստիկ կալիրայբան բայց այդ ուրիշ պատմություն է բա պոետը մտավորական է դա որ եթե ազգդ վտանգված է դու վերցնես քո վրա դու լիդեր լինես ոչ թե վայ գրենք Ստալինին գովանք մի երկու հատ գիրք տպենք արդյունքը ուր է տիկին արդյունքը լավ Չարենցի ինչու չգովեց Դե հա գնդակարեցին դրա համար հայհոյելով փողոցով ման էր գալիս այդ է պոետը բավոնց դրա համար կյանքով հատուցեց 37 թվի ոչրագործությունները այսքանը այսօրվա համար դերինք դες ցտեսություն ասենք ինչ վաղը լավ եղեք Չգիտեմ մի էպիզոդ էլ կա Սիլվա Կապուտիկյանի հետ պատմեմ ուրեմն դեռ ուսանող էի բայց արդեն հեռուստատեսությունում բան էի աշխատում ռեժիսորի ասիստենտ էի աշխատում եւ Տիկին Կապուտիկյանը շաբաթը 1 հաղորդում ուներ մի ժամանոց Վերնագիրը չեմ հիշում ինչ էր, բայց խոսում էր քաղաքենության մասին, որ պետք է ապրել հոգևոր կյանքով եւ այլն։ Այդ ասում էր, որ հավաքում եք խրուստալները ձեր տանը, դա ձեզ հոգեկան ինչ-որ, այսինքն թեմանեց էր։ Եվ մի օր էլ այնպես եղավ, որ ես իրան պիտի գնամ բերեմ հաղորդման, վերևից հիշում եմ գոռաց Դերենիկ ջան, արի վերև այնտեղ չգիտեմ ինչ հարց կար եւ մտա իրենց տուն առաջին։ Դեմիրճյան փողոցի վրա էին ապրում։ Չի եթե չեմ սխալվում Բաղրամյան փողոցի վրա էր։ Այդ կողմն է։ Բարձրահարկ շենքում էր, հա, Բաղրամյանի վրա։ Բաղրամյան այդ անկյունի վրա է, հա, օքեյ։ Հա, որ մտա ներս, Աստված իմ, այն ինչի դեմ ինքը խոսում էր ժամերով, քանի ամիս արդեն այդ նույն ամեն ինչ իր տանը դրված էր։ Այդ ամեն ինչ, այդ խրուստալն էլ, այդ բաներն էլ, արծաթեավաններն էլ, էնել։ Ես այդ տարիքում շոկի մեջ եմ գա մի անգամ։ Այմար ոնց կարելի է մի ժամ խոսել մի բանի դեմ, հետո նույն բանը այդպես է։ Չեք գնահատում մեծերին, չեք մեր մեծերին էլի։ Սարքում են բան դնում են գլխներին, որ փոխանակ կարդան, տեսնեն ինչ է ասում այդ մեծը, չէ, ինչ է գաղափարը, մեծերին, մոտեցումը, կյանքին ինչ անկյուն ունի, չէ, մեր մեծերը, մենք բարդենք մեր մեծերը։ Հայտնի անձանց առաքելությունը այս կյանքում մարդուն մտածել տալն է։ Մի բան գրի Այ դու մտածես, կարդաս, մտածես, գազ եզրակացության։ Այս մարդկանց ֆունկցիան դա է։ Եթե մեկ ասի մեծ է ու վсё, ու դա չի քննարկվում, դա չի առարկա հանդիսանում դիսկուրսի, դա էլ մեծ չի, դա արդեն տաբու է, իսկ տաբուն վերջում տաբուր հետ գա։ Ոնց որ Ռաֆու Սամվելը էլի, այդ ֆաշիստական գաղափարը, չքննարկեք, սա սրբություն է, սա բա։ Հա։ Վերջ։ Դե վերջ, ուրեմն եթերն էլ վերջ։ Դե լավ։ Այսօր շատ խոսեցինք։ Ինչ վաղը ստելն է, լավ է։ Առայժմ։ Բա պետք է խոսենք, բարեկամներ, բա պետք է խոսենք, պետք է ներկայացնենք։ Մենք չենք վատաբանում ոչ մեկին։ Ցանկացած գրող, ցանկացած հրապարակախոս, ցանկացած ռեժիսոր, ցանկացած հաղորդավար, իր ֆունկցիան ո՞րն է, ով որ տիրապետում է մասաներին։ Լինենք մենք, լինի դա շատ հայտնի մարդ, լինի դա շատ տաղանդավոր մարդ, կապ չունի, ով որ ունի լսարան։ Մեր ֆունկցիան մարդկանց մտածել տալն է։ Այդ որ հաղորդումները ավարտում եմ, ասեմ մտածեք այդ ուղղությամբ, որ մարդ մտածի գա եզրակացության, ոչ թե ես մտածեմ իմ բանը, տնեմ գլխի մեջ, ենթադրելով որ գլուխն է դատարկ է, դա լավ բան չի։ Հիմա մի հատ հոդվածի վրա եմ աշխատում, իհարկե այսօր շատ խոսեցինք, մի հատ AM/PM հաղորդումներ ունենք, մի քիչ ուշ երևի կմտնենք եթեր, որովհետև ժամը բավականին երկար անցանք, հա, մի 15 րոպե արդեն երկար է հաղորդումը, հիմա մի հատ հոդվածի վրա եմ աշխատում, որ ինչ անում են, ասենք, ցանկացած այդ վերլուծաբաններ կամ բաններ, որ կյանքում մի հատ դպրոց չեն ավարտել վերլուծաբանները, բան այդ խոսում են։ Մի հատ հոդված այսօր աչքս ընկավ, ձեզ շատ հայտնի վերլուծաբաններ են, քաղ տեխնոլոգ են, ես չգիտեմ ինչ են, քաղ տեխնոլոգ Պողոս Բանդուր Բայանդուրյանը Փաշինյանի այս հրավերը Տրամպը վտանգավոր հրավեր է ուղարկել Փաշինյանին, հոդվածն այս որ հրավիրել էր։ Էլի, մենք այդ $1 միլիարդ է չունենք, մենք չգիտեմ կմասնակցենք թե չէ, բայց այդտեղ հարց է առաջանում։
Էդ էլ ասեմ, մտածեք այդ ուղղությամբ։ Տրամպը հրավիրում է վտանգավոր է սա։ Տրամպը չի հրավիրում, սա վտանգավոր է, մեզ անտեսեցին։ Գնում է Մոսկվա, սա վտանգավոր է, Մոսկվա գնաց։ Մոսկվա չի գնում, սա վտանգավոր է, Ռուսիա չի կարելի այդպես։ Պարսկաստանի հետ հարաբերություն ունենք, սա վտանգավոր է, աշխարհը Պարսիկի դեմ է։ Պարսիկի հետ լավ ենք, սա վտանգավոր է։ Պարսիկի հետ վատ ենք, դա մեր դաշտակիցն է, դա վտանգավոր է։ Եղբայր, ի՞նչն է օքեյ, ինչ անեն, որ ինչ անում են, այս վատա, սա վտանգ, ամենավտանգավորը դուք եք։ Այդ ստի ծուր անկիրթ բռի սպասարկող վերլուծաբանները դրանցից վտանգավոր բան գոյություն չունի։ Ինչ անում, սա վտանգավոր քայլ է, սա վտանգավոր քայլ է, սա։ Եղբայր, ինչ գործառույթ իրականացնում է, դուք որակում եք որպես վտանգավոր։ Այ եթե մի հատը ասեիք սա դրական է, 5 հատը ասեիք սա վտանգավոր է։ Մի հատը ասեիք սա դրական է, 10 հատը ասեիք վտանգավոր է, կասե չէ։ Սրանք քիչ թե շատ արդար մարդիկ են, սրան ասում են լավ է, այս մի 3 հատին ասում են վատ է, բայց որ բոլորը վատ է, ամեն ինչը վատ է, սաղ վատ է, ուրեմն դուք պրոպագանդիստ եք։ Մնում է հասկանանք, թե ում կողմից վճարվող։ Մտածեք այդ ուղղությամբ։